Բարի լույս, սիրելիներ, Միքիայի մարգարեության մեջ գեղեցիկ մի հատված կա, որն ուզում եմ ձեզ համար ընթերցել, 4-րդ գլուխ, հիշեք ամբողջական գլուխը կկարդաք, բայց այս փոքրիկ հատվածը ընթերցեմ ձեզ համար։ Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծո անվամբ մշտապես։ Այն օրը, ասում է Տերը, կհավաքեմ ցրվածներին եւ հեռացածներին, կընդունեմ նաեւ մերժվածներին, բեկվածին զորեղ կդարձնեմ եւ մանրացածին հզոր ազգ, եւ Տերը Սիոն լեռան վրա կթագավորի այսուհետև մինչև հավիտյան։ Ինչքան գեղեցիկ է, ասում է, թող բոլոր ժողովուրդներն իրենց ճանապարհով գնան, մենք իրենց հետ գործ չունենք, բայց մենք մշտապես Տիրոջ անունով կգնանք։ Տեսեք ինչքան կարևոր է, երբ ազգը ամբողջությամբ Տիրոջ փառքի համար է ապրում, ազգը Տիրոջ անվամբ է առաջնորդվում։ Հիշեք, քրիստոնեության տարածման են առաջին շրջանները, մինչև 5-րդ, 6-րդ դար, սիրելիներ, թագավորներն անգամ երբ դուրս էին գալիս պատերազմի, իրենց առջևից Տիրոջ նշանն էր գնում, Սուրբ Խաչի նշանը։ Հետո նաև խաչվառները, որոնց վրա պատկերված էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի տերունական պատկերները, որովհետև դրանցով ցույց էին տալիս, որ իրենք առաջնորդվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչով, Տիրոջ անունով եւ նրա նշաններով։ Այսօր մենք յուրաքանչյուր մեկս կարիք ունենք այդ նշանը մեզանից առաջ տանելու, Տիրոջ անունը մեզանից առաջ տանելու, բայց դրա համար մենք պետք է արժանի լինենք այդ անվանը։ Մենք պետք է այդ արդար նպատակներն ունենանք մեր քայլելու մեջ, մեր ծրագրերի մեջ, մեր ապրելու մեջ։ Այսօր մենք որպես ազգ պիտի հասկանանք, որ մեր ազգային փրկությունը, մեր ազգային դիմագծի վերականգնումը եւ զորեղացումը Սուրբ նշանով է միայն, Տիրոջ անունով է միայն, եթե մենք արդարության ճանապարհով ենք գնում։ Եվ սա ամենակարևոր բանն է։ Ուրեմն տեսեք ինչ է ասում Տերը Միքիայի մարգարեի միջոցով։ Այդ ժամանակ պիտի թագավորի հավիտյան Սիոն լեռան վրա Տերը։ Ուրեմն այն ժամանակ, երբ ազգը, ժողովուրդը Տիրոջ անունը հաստատուն կպայի իր մեջ, Տերն ինքն է գալու թագավորելու, Տերն ինքն է առաջնորդելու, Տերն ինքն է խնամք տանելու այդ ժողովրդին։ Սիրելիներս, սկսենք յուրաքանչյուր մեկս ինքներս մեզանից։ Նախ եւ առաջ մեզ առաջնորդ տեսնենք Տիրոջը, կարողանանք Տիրոջ հետևից գնալ հավատարմորեն։ Հետո ամեն մեկս մեր ճանապարհները գալու է միանա մեկ ընդհանուր ճանապարհ դառնա, որտեղ տեսնելու ենք, որ բոլորիս առաջնորդը մեկն է, մեր Տեր Հիսուս Քրիստոս իր անունով եւ իր Սուրբ Խաչի նշանով։ Եվ սա ամենալավ, շահավետ, հաղթանակ բերող, ամրություն բերող, միաբանություն բերող գաղափարն է։ Այնպես որ ընթերցեք Միքիայի մարգարեությունը եւ բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորին։ Աստված օրհնի ամենքից։